Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 27-ն է 2026 թվական։ Հիմնական իրադարձությունները, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի հետ եւ ուկրաինական պատերազմը եւ իրանական հակամարտությունը, շատերը երբ որ մտածում են ավելի լավ մեր դարդով տապակվենք, մեր խնդիրներով մտածենք, բայց աշխարհաքաղաքական մի հատ պայմանավորվածության խախտման արդյունքում փոխվում է քո երկրի ամբողջ տնտեսության բնույթը։ Փակվեց Ռուսաստանի ճանապարհը, պետք է բացես այլ ճանապարհ, որին պատրաստ չես։ Բացի դրանից, որոշակի ներդրումներ ես պատկերացնում զարգացումներ կապված Ամերիկայի հետ, իսկ Ամերիկան Իրանի հետ հարցերը չի լուծել։ Էնպես որ պետքա ուղղակի տիրապետել, թե ինչ է կատարվում։ Իհարկե մեզ այլ օրակարգ են թե մեր իշխանությունները, թե հին ու նոր խորհրդարանական ընդդիմությունը մեզ առաջարկում, մեկը մեկին գծեցի, հետո մի մասը կասի լավ արեցին, հասնում էր, մի մասը կասի սրանք են լկտեացել, մի մասը կասի նրանք եւ օրակարգը կլցնեն։ Իսկ որովհետեւ այդ մարդիկ ձեզ չեն կարող բացատրել, թե ինչ է կատարվում աշխարհում եւ ինչ էր իրանցից պահանջվում, որ իրանք պետք է անեին։ Իրանի խորհրդարանի փոխոսնակ Ալի Նիգզադը հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարության անհեռատես գործողությունները անպատասխան չեն մնա։ Իրանը միշտ կիրականացնի իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր օրինական իրավունքը, ցանկացած կետ, որը մեր երկրի դեմ ագրեսիայի աղբյուր է, անկասկած կդառնա մեր զինված ուժերի օրինական թիրախը։ Իհարկե սա վերաբերվում էր, որ Կասպից ծովում ուկրաինացիները հարվածել էին իրանական նավի, որը իրենց հետախուզությունը պարզել էր, որ դրանով զենք են տեղափոխում եւ համապատասխան նյութեր Ռուսաստան, որն էլ օգտագործում է ուկրաինական պատերազմում։ Հիմա այս երկու օրը իրանցիները շատ վրդովված են եւ ցանկանում են պատասխան տալ Ուկրաինայի։ Ես երեք ասեցի, որ դա կլինի ամենակոպտագույն սխալը Իրանի, որ հանկարծ փորձի ներքաշվել այդ պատերազմի մեջ եւ կստացվի, որ բավական է ինքը որևէ հարված հասցնի Ուկրաինային, դա նշանակում է, որ ինքը պատերազմի մեջ է ներքաշվում Ռուսաստանի կողմից։ Ու այնպես չի, որ Ուկրաինային առանձնապես ձեռնտու չի դա, որովհետև Ուկրաինան մեծ հաջողով կցանկանար պատերազմի մեջ ներքաշվել Ամերիկայի կողմից, որտեղ Ամերիկան դժգոհ է իր դաշնակիցներից, Ամերիկան էլ այս պատերազմի ծայրը չի երևում եւ կարող է լրջորեն ասել ես քեզ կօգնեմ այս հարցում, դու էլ ինձ օգնի այս հարցում։ Այնպես որ սխալ հաշվարկ կա արել Իրանը, որ կարծում է, որ սրանով կարող է վախացնել Ուկրաինային կամ էլ կարող է Ուկրաինային ստիպել գնա զիջումների։ Ընդհակառակը խաղի մեջ կներքաշի Ուկրաինային Ամերիկայի կողմից, իսկ Իրանին կմեղադրեն Ռուսաստանի կողմից պատերազմի մեջ մտնելու, որովհետև այդքան դու զինել ես Ռուսաստանին, հիմա եկել ես մեղադրում ես, թե ինչ ես դու փորձում կանխել դա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, սպանելով նավաստու։ Սա ՄԱԿ-ի կանոնադրության աղաղակող խախտում է, որը կատարվել է Իսրայելի ցուցումով Եվրոպան պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։ Ում ինֆորմացիայով գիտեն, որ դա Իսրայելի ցուցումով է։ Այսինքն ուզում ասի, որ տեսեք, ներքաշվել է Ուկրաինան Իսրայելի կողմից, որպեսի տպավորություն ստեղծի, որ բայց միևնույնն է, նախ դա չես կարող ապացուցել մեկ, եւ հետո իսկ ինչի պետք է Իսրայելի ցուցումով անի։ Իսրայելը ով է, որ Ուկրաինային ցուցում տա, բացի դրանից պատերազմի մեջ Ուկրաինան է ներքաշվել Ռուսաստանի հետ։ Ինչի պետք է Իսրայելի ցուցումով դա անի։ Այսինքն սա ցույց է տալիս, որ ուղղակի Իրանը ցանկանում է մեծացնի, այսպես ասած, ճնշումը Ուկրաինայի վրա, բայց դա լուրջ չի հաստատ։ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովի հետ հեռախոսազրույցների ընթացքում հստակ հասկացվել է, որ Կիևում գտնվող այդ անգործունյայի գործողությունները չեն կարող մնալ անպատասխան։ Այսինքն եթե Իրանը մտածում է, որ կարող է պատասխան տալ, ինքը պարզապես պետք է նաեւ հաշվի, թե ինչ պատասխան կստանա։ Ի տարբերություն Ամերիկայի եւ Իսրայելի։ Ու պետք չի զարմանալ մտածել, որ կարող է Ուկրաինան ավելի լավ զենք ունի կամ ավելի հզոր է, քան Ամերիկան։ Չէ, ավելի վճռական է, քան այն մյուսները։ Եվ չի դնում փողը հաշվում, տեսնի
որ խփեցի հետո հրթիռն ինչքան կնստի, բայ հետո ոնց դրա տակից դուրս կգանք, բայ հետո այդ փողերը որտեղից ենք առնելու։ Եթե մտնում ակռվի մեջ, ինչպես տեսնում եք, ոչ մի բանի առաջ կանգ չի առնում։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիստների վարքագիծը, ովքեր առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին իրականացրել էին թաթերական եւ շատ վտանգավոր գործողություններ, որոնց հետևանքներն անդրադարձան ամբողջ Եվրոպայի վրա։ Այսինքն անընդհատ փորձում է ասի, որ Եվրոպա դու ես ներքաշվում ես ամեն ինչի մեջ Ուկրաինայի պատճառով, բայց դուրս եմ ասում, դա չի ստացվելու Իրանի, որովհետեւ բոլորս ենք հասկանում, որ պարտության մատնես Ռուսաստանին, Իրանը հետ է քաշվելու։ Իրանի առանց կռվելու կարող է հաղթել, Չինաստանն էլ է հետ քաշվելու, տեղավորվել է այս չափերի մեջ, իսկ դա լրիվ մեծ չափեր է իր համար։ Բայց եթե այսօր Ուկրաինան տեսնի, որ այնուամենայնիվ Ռուսաստանի հետ կապված խնդրում բավարար չափով աջակցություն չկա, ավելի լավ է Իրանին հարված հասցնենք, որի պարագայում Ռուսաստանը հետ քաշվի, էդ էլ ինքը կփորձի, դա էլ ընդհանուր ծրագրին ոչինչով չի խանգարում։ Այսինքն եթե հանկարծ Ուկրաինան մտածեր, որ Իրանին հարվածելուց հետո պատասխան հարվածին ինքը չի դիմանա, ինքը ուղղակի Իրանին չէր հարվածի։ Ուղղակի Իրանում լավ չեն հաշվել, ում հետ գործ ունեն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով հետախուզական տվյալները վկայում են, որ Ռուսաստանի ղեկավարը մտադրված է ուժգնացնել մոբիլիզացիան եւ սեպտեմբերյան ընտրություններից հետո ներգրավել լրացուցիչ 300-ից 500 հազար մարդ։ Զելենսկին զգուշացրել է, որ թույլ պատրաստված անձնակազմի ներգրավումը կհանգեցնի մեծ կորուստների եւ Պուտինն իրականում չի պատրաստվում սահմանափակվել միայն Ուկրաինայով։ Այո, մոբիլիզացիան, երբ որ անում է Ռուսաստանը, հավաքում է մարդկանց հետ պայմանագիր կնքում պատահական, նորմալ վարժանք էլ չի անցկացնում, քանի մարդ է հարցազրույց տալու ժամանակ բացատրել, որորն են իրան հավաքագրել, որորն հայտնվել պատերազմի մեջ, հետո վերավորել կամ գերի անգել, գումարում են, տեսնում են 2 շաբաթ էլ չի տևել նրանց վարժական հավաքը։ Այսինքն պատկերացրեք պատահական մարդու փողոցում բռնում ես կամ գնում տնից վերցնում ես, որովհետև այդ մարդը դիվանին պարկած ոչ մի բանի վիճակի չի անել, եթե ի վիճակի լիներ գոնե օրվա հաց աշխատեր, չէր գնա պայմանագիր կնքել, որ օրվա հացը աշխատեր իր կյանքի գնով, էլի գնար մեռներ, որ տնեցիներին հաց տային։ Եվ այդ մարդուն 2 շաբաթ հետը մարզելուց հետո տանում ես ուկրաինական ճակատ, որտեղ մարդիկ մահու կենաց կռիվ են մղում, ամենամարտունակ բանակն է այսօր Եվրոպայի։ Պարզ է, որ կորուստները մեծ պետք է լինի, էլի։ Իսկ այն, որ Ռուսաստանը չի պատրաստվում սահմանափակվել Ուկրաինայով, դա էլ ակնհայտ է, որովհետև այդքանին մոբիլիզացնելուց հետո այդքանին հետ բերես Ռուսաստան, ինչ անես։ Արյան համը տեսած, փողի համը տեսած, ինչ են անելու։ Հիմնականում էլ հանցագործներ էլ չգիտես ինչ։ Փող են ման գալու արյան գնով։ Ակնհայտ բան է։ Անդրադառնալով դաշնակիցների գործոնին, Ուկրաինայի նախագահը նշել է, որ Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում, փոխանցելով անօդաչուներ, հրթիռներ եւ անձնակազմ, մինչդեռ Չինաստանը Ռուսաստանին աջակցում է տեխնոլոգիական եւ արբանյակային հարցերում։ Այսինքն մենք հիմա տեսանք, որ Իրանի հոխորտանքը պատասխանը լսեցինք Զելենսկուց եւ այսինքն եթե դու օգնում ես Ռուսաստանին, որը մենք գիտենք, մենք քեզ թույլ չենք տալու։ Եթե դու դրա դիմաց փորձում ես ներկաշվես պատերազմի մեջ, խնդրեմ, փորձի պատասխանը կստանաս։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամեյնին նշել է, որ ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման գլխավոր պայմանը Իրանի համար Լիբանանի տարածքային ամբողջականության պահպանումը եւ Իսրայելի ագրեսիայի լիակատար անվերապահ դադարեցումը ագրեսոր ԱՄՆ-ի կողմից պարտադրված պատերազմի դադարեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի գլխավոր պայմանն է։ Խամենեին հիմա այս հասկացանք, իհարկե իրանք մշտապես ասել են, անգամ դա հուշագրի կետերից մեկն էր եւ Ամերիկան էլ ասում էր փորձում էր ճնշել Իսրայելի վրա, որ ասում էր դե լավ էլի դուս բերեց զորքը, գոնե այդ պայմանավորվածությունը ձեռք բերենք, բայց Իսրայելը էլ քանի որ դժգոհ էր Իրանի եւ Ամերիկայի պայմանավորվածությունից անընդհատ այդ դժգոհություններ արտահայտում եւ չէր ցանկանում, որ այդ հաշտությունը տեղի ունենա։ Բայց Խամեյնին մի բան է ասում, որով արդեն էականորեն փոխվում է իր պահանջը, որովհետև երբ որ դու ասում ես ինչ գործ ունես Լիբանանում, դա հասկացանք, ինչ գործ ունես ինքնիշխան պետությունում, ինչ հարցեր ես լուծում, երբ որ դա որպես պայման դնում է
Իրանը հասկացանք, բայց մենք գիտենք, որ Իրանը եւ Համասի, Հեզբոլլահի եւ Հութիներին պաշտպանելով ստեղծել էր 3 տեղնել պետության մեջ զինված խմբավորումները, վերջ չէր թողում կայանա, որ Լիբանանը մինչև այսօր չի կայանում, դա նաեւ Իրանի մեղքն է։ Բայց երբ որ շարունակում է ինքը ոչ թե Լիբանանի հարավը գրավելու համար ասում, այլ ասում է Խամենին, Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին ուղված նամակում հավելել է Խամենին, որ շարժումն անսասան դիմակայում է սիոնիստական ռեժիմի եւ նրա կողմնակիցների ճնշմանը։ Այս տոկունությունը ոգեշնչում է դարձել ազատ աշխարհի համար, ընդգծել է Խամենին։ Այսինքն սա արդեն այս երկրորդ մասը, որ ասում է, որ ինքը խրախուսում է Հեզբոլլահին, համարում, որ նրանք ազատ աշխարհի համար կռվում են, տոկուն են եւ այլ, անմիջապես ցույց է տալիս։ Այսօր բացի այսպիսի հայտարարություններ անելը, Իրանը ոչնչով ավել չի օգնում Հեզբոլլահին, բայց նույնիսկ այս հայտարարությունով ավելի շատ նպաստում է, որ Իսրայելն ասի դե տեսնում եք, Իրանը նորից աջակցում է, այստեղ շարունակեմ դա անել։ Եվ բացի դրանից տեսնում եք, որ Իրանը շարունակում է ահաբեկչական կառույցին աջակցել։ Այնպես որ կարծում եմ Մոջթաբա Համեյնիի այս արտահայտությունը հաստատ չէր բխում Իրանի շահերից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ զինամթերքի այդ թվում հոբ հրթիռների պակասը Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերահսկումից հրաժարվելու պատճառներից մեկն է եղել։ Ի դեպ դա քննարկվել է հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների գեներալիտետի մակարդակով եւ Սպիտակ տան ներկայացուցիչների մակարդակով։ Այսինքն դուք տարածում եք, դուք հերքում։ Մենք շատ ավելի շատ զինամթերք ունենք, քան որևէ մեկն աշխարհում, եւ շատ ավելի շատ, քան մեզ պահանջվում է, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Շատ ուրախ ենք, բայց նաեւ գիտենք մի բան, որ Իրանը ունի բավական էժան դրոններ, որի դեմ պայքարելու համար բավական թանկ տեխնիկա է օգտագործվում, որովհետեւ հարցը լուծված չէ։ Չի կարողանում անել կամ էժանով հարվածի, կամ էժանով պաշտպանվի։ Երկուսն էլ նստում է թանկ, հարվածում է թանկով, պաշտպանվում է թանկով։ Իսկ դա բավական լուրջ ծախսեր է լինում եւ Միացյալ Նահանգներում ասում են, բայց դա մեր ինչին է պետք։ Զոհեր տանք, լուրջ ծախսեր անենք, արդյունքում ինչին ենք հասել։ Ինչ հարց ենք լուծել։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայի մենք երբեք չենք խուսափել դիվանագիտական գործիքակազմից մեր ազգային շահերը պաշտպանելու համար, սակայն քանի դեռ հակառակ կողմը դիմում է ագրեսիայի եւ հարձակումներ է գործում Իրանի վրա, մեր ուշադրությունը կենտրոնացված է բացառապես պաշտպանության վրա։ Այս պահին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ընթանում։ Քանի դեռ Միացյալ Նահանգները չի փոխել իր դիրքորոշումը, նրանց հետ բանական դիվանագիտական գործընթաց սկսելն անհնար է։ Իհարկե հենց երեկ Իսմայիլ Բաղային ասում էր, որ միջնորդավորված քննարկումներ են գնում, փաստաթղթեր են փոխանակում եւ այլ։ Ուղիղ բանակցություն գիտենք, որ չի գնում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց միջնորդավորված աշխատանքային խմբերը աշխատում են։ Այսինքն այս պարագայում ուզում է ուղղակի Իրանը ցույց տա, որ ոչ մի դեպքում զիջումների չի գնալու, եթե իր ուզածը Ամերիկան չկատարի։ Իսկ դա նշանակում է, որ նորից լարվածություն, դա նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կամաց տեխնիկան տեղափոխում է, բայց չի ցանկանում նոր լարվածություն ստեղծի, բայց լուծումներ չի կարողանում գտնի, որի պարագայում գոնե հարցը հանգուցալուծվի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու Թրամփը լիովին ճիշտ էր, երբ հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան կստանա քաղաքացիական միջուկային ծրագիր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց։ Ես ընդգծում եմ, որ քաղաքացիական բառը, որովհետև վերջին բանը, որ մենք ուզում ենք, եւ ես վստահ եմ, որ վերջին բանը, որ ցանկանում է նախագահը, դա Սաուդյան Արաբիայում ռազմական միջուկային ծրագիրն է։ Այսինքն Իսրայելը հասկանում է, դա շատ լուրջ վտանգ կարող է լինել, որ Սաուդյան Արաբիան ունենա միջուկային զենք։ Այսինքն այդ պայմանավորվածությունները իհարկե Թրամփն էլ հերքեց, ասեց դա հանկարծ չմտածեք, որ միջուկային զենք ստեղծելու հետ կապված կօգնեն, բայց Իսրայելը մտածում է, իսկ եթե ուրանը հարստացեցին, դա հետո շատ կարճ ժամանակ է պետք, որպեսզի իրանք կարողանան միջուկային զենք ստեղծել։ Իսկ երբ որ հիմա էլ արաբական երկրները ֆանտաստիկ փողեր ունենալու պարագայում տեսան, թե ինչքան խոցելի են, իրանք ձգտելու են դրան։ Էնպես է, որ զարմանալի կլներ, որ չձգտեին։
Ըստ Նեթանյահու, եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա ուղղակիորեն կամ իր խամաճիկների միջոցով, լինի դա բալիստիկ հրթիռներով, անօդաչուներով կամ մարտական դրոններով, ապա նա սարսափելի սխալ կգործի, որովհետև Իսրայելի պատասխանը կլինի շատ վճռական։ Իհարկե Իրանի հետ կապված առաջի դեպքը չի, որ ասում է Սաուդյան Արաբիայի հարցում շատ է շահագրգռված թե Միացյալ Նահանգները, թե Իսրայելը, որ նորմալ հարաբերություններ հաստատեն, որովհետև դա ամենամեծ հնարավորություններ ունեցող պետությունն է, հայր համոզել էր Դոնալդ Տրամպը, չէ, ներողություն, Տրամպից առաջ դեռ Բայդենն էր համոզել, որ հեսա փաստաթուղթ ստորագրեն Իսրայելի հետ, դե գիտեք առաջինը Եգիպտոսի հետ եղավ, հետո Հորդանանի հետ եղավ, հետո Աբրահամյան այդ հուշագրի շրջանակներում մի քանի երկրների հետ արդեն Տրամպը առաջի պաշտոնավարման ժամանակ պայմանավորվեց, բայց Սաուդյան Արաբիային շատ քիչ էր մնացել, Բայդենը համոզել էր, որ արդեն ստորագրեն, այն էլ երբ որ Համասը հարձակվեց Իսրայելի վրա, Իսրայելն է պատասխան հարվածներ հասցրեց, Սաուդյան Արաբիան ասեց՝ լա սպասենք մի քիչ, տեսնենք ինչա տեղի ունենում։ Համենայն դեպս իր համակրանքը Համասի կողմն էր, դրա համար փորձեց հարաբերությունը չփչացնի Ամերիկայի հետ, բայց եւ միևնույն ժամանակ չշտապեր փաստաթուղթ ստորագրեր։ Այո, Իսրայելը կցանկանա Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունը կարգավորել, բայց մտավախություն կունենա, որ եթե միջուկային զենք ունեցավ, նրանք պարզապես լրիվ այլ որակի պետություններ կդառնան արաբական երկրները։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հաստատել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև ուղերձների փոխանակումը շարունակվում է միջնորդների, այդ թվում Պակիստանի, Օմանի եւ Կատարի միջոցով, սակայն ընդգծել է, որ երկխոսությունը պահանջում է հուսալի հիմք, որը քանդվել է ԱՄՆ-ի կողմից։ Սրա մասին է ասում, որ միջնորդավորված փաստաթղթեր փոխանակում են, բայց ուղիղ բանակցությունները դադարեցված են։ Բաղային մեղադրել է ԱՄՆ-ին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ եւ ընդգծել, որ Իրանն իր հերթին կատարել է Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվնաս անցումն ապահովելու բոլոր պարտավորությունները։ Այսինքն տեսնում եք իրանց տեսակետները ինչքան են հեռու պայմանավորվածություններից, թեպետ ցանկացած հնարավորություն փորձում է Դոնալդ Տրամպը օգտագործի, սպառնա, բայց եւ փորձի միջնորդավորված հարաբերությունները կարգավորի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կլինի Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի առաջին արտասահմանյան հյուրը մեկ շաբաթ առաջ պաշտոնը ստանձնելուց ի վեր, ինչը ըստ Դաունինգ Սթրիթի պաշտոնյաների ցույց է տալիս երկու երկրների միջև հարաբերությունների ամրությունը։ Երկու առաջնորդները կայցելեն ռազմածովային բազա, որտեղ Բըրնհեմը կհայտարարի բրիտանական նոր ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի հիմքում ընկած մտավոր սեփականության Կիևին փոխանցման մասին, ինչը թույլ կտա Ուկրաինային մեծ մասշտաբով արտադրել համակարգը։ Մեծ Բրիտանիան ուսուսի կանգնած է Ուկրաինայի կողքին, մեր աջակցությունը մնում է անսասան, Ռուսաստանը չպետք է կասկածի մեր վճռականությանը, մենք չենք նահանջի, մինչև չհասնենք Ուկրաինայի համար երկարատև արդար խաղաղության, ասել է վարչապետ Բըրնհեմը։ Այո, սա էլ հերթական ճիշտ քայլն է, որը անում է, սկզբից ինքը ասեց, որ շարունակելու է նախկինի քաղաքականությունը, Կիր Ստարմերը կապ չունի, որ նա հրաժարական է տվել, նա իրանց գործընկերն է լեյբորիստական կուսակցությունից էր վարչապետ, եւ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կարգավորելու առումով առաջի հեռախոսազանգն էլ նաեւ Թրամփի հետ էր եւ նաեւ հիմա առաջի պաշտոնական այցելությունը հենց իր ընտրվելուց հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Այսինքն մեկը մեկի հետևից ինքը շատ արդյունավետ դրական քայլեր է անում նոր վարչապետը։ Հիմա տեսեք ինչ է ասում Ռուսաստանի նախագահը եւ պատկերացնենք ինչ վիճակում են գտնվում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին վստահ են, որ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այն արևմտյան հողերը եւ այն ինչ պատկանել է Լեհաստանին, պատկանել է Հունգարիային, պատկանել է Ռումինիային, վաղ թե ուշ ոչ վաղը, գուցե ոչ մյուս օրը, 1 տարի, 2, 10, 15 տարի հետո, բայց պատմականորեն ամեն ինչ կվերադառնա իր տեղը։ Ինչ ասել է, ամեն ինչ կվերադառնա իր տեղը, այդ դժվար է պատկերացնել, ինչ է այս մարդկանց ուզածը։ Պատերազմը սկսել էր, Ռուսաստանը անընդհատ հայտարարում էր արևմտյան երկրներին, թե ինչ կարիք կա միասնական կանգնեք Ուկրաինայի թիկունքին, եկեք ուկրաինական հողերը մեջ անենք, էլի, ինչ մի պրոբլեմ է, թողենք կողմից վերցնի Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, պատմականորեն ինչ որ ժամանակ իրար հետ ապրել են, այս կողմից է վերցնենք մենք։ Էլ ինչ կռիվ, ինչ կոնֆլիկտ։ Բոլորս էլ գոհ ենք, էլի։ Հա, այսինքն, քանի որ Վլադիմիր Պուտինը դեռ մնացել է Ստալին
Հիտլեր պայմանավորվածությունների արդյունքում Եվրոպան ինչպես մեջ անենք, հիմա պարբերաբար իրանք այդ մասին ասում են, բայց տեսան, որ Եվրոպան ասեց ոչ, հարձակվել ես մեզնից մեկի վրա, մենք միասնական պայքարելու ենք, որ հաջորդն էլ չլինենք մենք, այլ ոչ թե մենք պետքա քեզ օգնենք, բերենք մեջ անենք պետությունը, դառնանք ագրեսոր, մենակ նրա համար, որ դու էլ վերցնես արևելյան ու այսինքն փաստորեն շարունակում են պնդել, որ վերցրեք էլի վերջապես այդ արևմտյան Ուկրաինան վերցրեք պրծնենք։ Այդ դեպքում բերեք հասկանանք, այնուամենայնիվ Ռուսաստանը երբ որ պատմական ինչ-որ մի պահ Ուկրաինայի ինչ-որ տարածք եղել է մեկի կազմում, դա հիմք է տալիս, որ նրանք երբ ուզենան վերցնեն, իսկ Ռուսաստան ինչ-որ մի բան, որ ժամանակին արևելյան Պրուսիան եղել է Գերմանիայի կազմում, պատրաստում ես հետ տաս կամ կարելյան տաս Ֆինլանդիային։ Այսինքն այդ ինչ պատմական արդարություն է մանգալի, որ ուշ թե շուտ նրանք դրան վերադառնալու են։ Եվ որպեսզի հանկարծ նենց տպավորություն չլինի, որ այնուամենը գուցե պատմական առումով Պուտինը ճիշտ է ասում, բացարձակ ճիշտ չի ասում, որտեղ եթե խոսենք պատմական ժամանակաշրջանի մասին, նախ հասկանանք որ տարվա մասին է խոսքը։ Լեհերն էլ մտել էին Մոսկվա, ինչ անենք, Մոսկվան տանք լեհերին։ Որ ժամանակվա ճշմարտությունն է, որ տարեթիվը Ռուսաստանը հնչեցնի, թե այն տարեթիվն է, որ այսօր ՄԱԿ-ի կողմից ճանաչված սուվերեն պետության տարածքը չպետք է մի ուրիշ պետություն վերցնի։ Ասում է լավ, ես մտել եմ վերցնեմ, այն մնացածն էլ վերցնեմ, այն էլ դուք վերցրեք։ Մի հատ հասկանանք, թե ինչի է խորը անվստահություն Ռուսաստանի նկատմամբ, որովհետև նա ցանկանում է խորհրդային միություն վերականգնված ագրեսիվ քաղաքականությունը եւ ցանկանում է ցարական Ռուսաստանի հողերի իրավահաջորդը լինել։ Այդ իսկ պատճառով հասկանանք, ի վերջո շատ-շատերն ասում են Ռուսաստանը գուցե ճիշտ է, արևմուտքը բան չի էսպես վարվեց։ Հստակ մի բան, շատ հետ չգնանք։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսել է Գերմանիան հարձակվել է Լեհաստանի վրա, սեպտեմբերի 1-ին։ Անմիջապես սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Գերմանիային։ Այսինքն իրանք համարել են հարձակվել Լեհաստանի վրա, նշանակում է հարձակվել մեզ վրա։ Իդեպ նաև իրանք իրար մեջ պարտավորություն էին տեսնում, որովհետև Մյունխենյան խայտարակ փաստաթղթում իրանք ասին Չեխոսլովակիայի սուդետները, եթե տան Գերմանիային, ախորժակը մեղմենք, էլ ընդհանրապես խաղաղություն կլինի, ու հասկացան, որ դրանով ախորժակը գրգռեցին եւ ասեցին, որ այո, հարձակվել ես Լեհաստանի վրա, ուրեմն մենք քեզ պատերազմ ենք հայտարարում, թեկուզ ուրիշ երկրի վրա ես հարձակվել։ Այսինքն այդ ձևով արևմտյան երկրները գնահատել Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակումը։ Իսկ այդ դեպքում խորհրդային միությունն ինչ արել։ Խորհրդային միությունը սեպտեմբերի 17-ին մտել է Լեհաստանես կողմից, որովհետև ուներ 39 թվականի օգոստոսի 23-ի գաղտնի պակտը Մոլոտով-Ռիբենտրոպ, որ Եվրոպան էս կողմից ես եմ վերցնում, այն կողմից Գերմանիան է վերցնում։ Այսինքն ինչ վերաբերմունք պետք է ունենալ եվրոպական երկրները խորհրդային միության նկատմամբ, եթե իրանք Գերմանիայի նկատմամբ վերաբերմունքը արտահայտել են պատերազմով։ Բնականը նրան են համարել ագրեսոր, այդ ինչ մի զարմանալի բան էր, որ կամ ինչ իրանք տեղակ չէին 10 տարվա պայմանագիրը Ռուսաստանի խորհրդային միության եւ Գերմանիայի միջեւ։ Եվ հետո ինչ ստացվեց։ Այդ ընթացքում խորհրդային միությունը վերցրեց այդ սեպտեմբերի 17-ին Լեհաստան մտնելով նաեւ արևմտյան Ուկրաինայի մասը, վերցրեց Մոլդովան, այսինքն Բեսարաբիան Ռումինիայից, վերցրեց մեր Բալթյան 3 հանրապետությունները, Կարելիան եւ ի վերջո հենց Կարելիայի հետ կապված, որ ինքը մտավ Ֆինլանդիա 39 թվականի նոյեմբերի 30-ին, հենց 39 թվականի դեկտեմբերի 14-ին էլ որպես ագրեսոր ազգերի լիգայից հեռացրեցին խորհրդային միությանը։ Ահա վերաբերմունքը խորհրդային միության նկատմամբ։ Բայց երբ որ սկսել է առաջ բանը պատերազմը արդեն Գերմանիան սկսել է խորհրդային միության դեմ, մարդիկ մտածել են դե օգնենք, որ այս ագրեսորի դեմն առնենք։ Այսինքն թիվ 1 ագրեսորը Գերմանիան է։ Օգնենք խորհրդային միությանը ագրեսորին պատժենք։ Այդ այնպես չի, որ նրանք չգիտեին, որ խորհրդային միությունը ագրեսոր է։ Լավ էլ գիտեին, բայց ավելի մեծ ագրեսորի դեմ պայքարի համար միացել էին, չէ՞, որտեղ հետո մտածում են, բան չի տարանջատվեցին։ Լավ, հիմա միացան, շատ դեպքերում ասում են խորհրդային միությունը մենակ հաղթեց Գերմանիային եւ այլ եւ այլ։ Ժողովուրդ ջան, մենակ հաղթեց Գերմանիային, բանոր եմ ասում, որ պատերազմի մեջ ներքաշվել էին 39 թվից։ Լավ, մի քիչ պասիվ էին որոշ
չափով մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ մտավ պատերազմի մեջ, երբ որ 41 թվականի դեկտեմբերի 7-ին Ճապոնիան հարձակվեց ամերիկյան բազայի վրա Պերլ Հարբորի։ Դրանից հետո պատերազմ հայտարարեցին Ճապոնիային, հետո 11 դեկտեմբերի Գերմանիան ու Իտալիան պատերազմ հայտարարեցին Ամերիկային, Ամերիկան էլ իրանց, մի խոսքով Ամերիկան էլ մտավ խաղի մեջ։ Բայց ինչա, ծովային տարածքներում պատերազմները Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան Գերմանիային չէին թույլատրում, նույնիսկ Գերմանիան գնացել էր Աֆրիկայում շատ լավ դիրքավորվել էր Ռոմելի աֆրիկյան բանակը, Էրվին Ռոմելի գեներալ։ Ով էր բադեմը պայքարում։ Կարող է պատահաբար Մեծ Բրիտանիայի կորպուսը Բերնարդ Լոու Մոնտգոմերիի գլխավորությամբ 42 թվականին էլ Ալամեյնայի մոտ ջախջախեց Ռոմելի բանակը, որից հետո Գերմանիան զորքերը հանեց Եգիպտոսից։ Բա ով էր հետները կռվում, որի համար էլ Բերնարդ Լոու Մոնտգոմերիին էլ արդեն տիխոս էին տվել Մոնտգոմերի Ալամենացի։ Չեն կռվել։ Բացի դրանից շարունակությունը նայենք։ Այն որ ինչքան զինել են, ինչ որ ասել տվել են խորհրդային միությանը։ Լավ ի վերջո գործընկերներ եք, դուք պայքարել եք իրար հետ։ Բայց այն ժամանակ չմոռանանք, որ Ռեզա խանը երբ որ եկավ իշխանության, այն էլ բրիտանացիների օգնությամբ Իրանում։ Բայց այնուամենայնիվ փորձում էր բրիտանացիների ազդեցություն ազատի իր երկիրը։ Եվ ինչ արեց, պայմանավորվեց գերմանացիների հետ։ Գերմանացիներին բերեց, բրիտանացիք դուրս եկան։ Բայց հետո երբ որ Գերմանիան հարձակվեց խորհրդային միության վրա 41 թվականի հունիսի 22-ին, խորհրդային միությունը համարեց շատ լուրջ վտանգ, երբ որ Գերմանիան ներկայացված է Իրանում, իր հարավում։ Նաև մտածեց նավթի հետ կապված հոսքերի շատ լուրջ խնդիրներ կունենա, եթե Իրանում լինեն գերմանացիները։ Եվ ինչ արեց, զորքը մտցրեց Իրան։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ավարտեց այդ process-ը եւ օկուպացրեց Իրանի հյուսիսը, մոտավորապես 600,000 քառակուսի կիլոմետր։ 20 Հայաստան։ Եվ որ պատկերացնեք, այս Թուրքիայի սահմանով մինչև Թուրքմենստան։ Այսինքն ամբողջ հյուսիսը վերցրել էր Ադրբեջանի ներքևով, Հայաստանի ներքևով, Նախիջևանի ներքևով։ Այդ ամբողջը վերցրել էր։ Թեհրանը շատ մոտ էր այդ օկուպացիոն գծին, բայց զուտ տարածքի մեջ էր, որի պատճառով պայմանավորվեցին Բրիտանիայի հետ, դե Բրիտանիան էլ եկավ հարավը վերցրեց, այդ ոնց որ նեյտրալ տարածք էր, այսպես ասած, բայց շատ մոտ էր օկուպացիոն զոնային խորհրդային միության, որոշեցին երկուսով վերահսկել։ Դրա համար շատ դեպքերում ասում են դա էր խորհրդային միության վերահսկողության տակ, այդքան է սխալ չեն ասում։ Բայց իրականում երկկողմանի վերահսկողություն էր։ Պատահական չէր, որ 43 թվականին եռյակը, մեծ եռյակը հենց հանդիպում որ անցկացրեց Թեհրանում անցկացրեց, որովհետև դա Թեհրանի իշխանության ազդեցության տակ չէր խորհրդային միություն եւ Մեծ Բրիտանիա։ Ի նկատի ունեմ 43 թվականի Թեհրանի կոնֆերանսը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1։ Լավ, ի վերջո գրավեցին, օկուպացրեցին Իրանը, որից հետո ինչ եղավ։ Ռեզա խանը հրաժարականը տվեց, որպեսզի թագավորական դինաստիան չկորցնի իշխանությունը եւ իշխանության եկավ Մոհամմադ Ռեզա Փահլավին, Շահինշահ։ Եվ ինքը ինչ արեց 42 թվականին եռակում փաստաթուղթ ստորագրվեց, պայմանագիր կնքեցին Մեծ Բրիտանիա, Խորհրդային միություն, Իրան։ Քո գործընկերն ենք վերջ, Գերմանիային մոռացանք։ 43 թվականին սեպտեմբերին պատերազմ հայտարարեց Իրանը Գերմանիային։ Իհարկե դա սիմվոլիկ որոշում էր, որովհետև նախ օկուպացված երկրի հետ չէր պատերազմ հայտարարում, եւ բացի այդ էլ 43 թվականին այդ որ ժամանակն էր սեպտեմբերը, երբ որ փետրվարին արդեն Ստալինգրադն ընկել էր, ոչ թե ընկել էր, այլ ռուսներին բանը շրջափակման մեջ էին գցել գերմանացիներին խաղատարակ ջախջախել, իսկ օգոստոսին արդեն ավարտվել էր Կուրսկի աղեղը, որի արդյունքում արդեն հակահարձակման էր անցել խորհրդային միության զորքը։ Ավելի շատ դա Իրանին օգնեց, որ ինքը դառնա հակահիտլերյան կոալիցիայի անդամ, դառնա ՄԱԿ-ի հիմնադիր անդամ։ Այսինքն հիմա ես ինչի համար սա ասեցի, որ պատկերացնեք։ Գործընկերն է հիմա խորհրդային միությունը արևմուտքի, չէ՞։ Բայց ինչ պայմանավորվեցին, եթե Իրանը քո գործընկերն է, հակահիտլերյան կոալիցիայի անդամ է, դու էլ ասում ես հենց Հիտլերին հաղթեցինք, ամենաուշը 6 ամսվա ընթացքում զորքերը հանում ենք Իրանից, որտեղ ում դեմ ենք պահում։
Եթե Ամերիկան չկա, Գերմանիան չկա, վտանգ չկա, ինչ գործ ունի խորհրդային միության զորքը Իրանում։ Այն դեպքում, երբ որ պայմանավորվել էին, որ պատերազմն ավարտվելուց 3 ամիս, հետո էլ ամենաուշը գնում ենք Ճապոնիայի հետ ենք կռվում։ Վերջ, Իրանում խորհրդային միության զորքը պահելու իմաստը որն էր։ 6 ամիս հետո պետք է հանեին։ Եվ ինչ եղավ, 6 ամիսը լրացավ խորհրդային միությունը ասաց զորքը չեմ հանում։ Ու այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը արդեն ուներ միջուկային ռումբ, եւ որ այդ միջուկային ռումբը փորձարկել էր, միջուկային շանտաժի քաղաքականությամբ ոչ թե ուրիշից տարածք էր վերցնում, այլ զսպում էր խորհրդային միությանը, որ ուրիշից տարածք չվերցնի։ Ու երբ որ իրանցիները շատ դեպքերում Ամերիկային ամեն ինչում մեղադրում են, տղեկ ջան, գոնե հիշեք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն եք պարտական, որ ձեր երկիրը կենսունակությունը չկորցրեց ու այդ ամբողջ հյուսիսը խորհրդային միությունը չկտրեց ու չվերցրեց, որ վերցներ չեր էլ տալու, այնտեղ այնքան օգտակար հանածոներ ու ամեն ինչ էր կար։ Բայց ժամանակ հիշեք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային զենքին եք պարտական, որ պարտադրեց խորհրդային միությանը, որ ստիպված մինչև հաջորդ տարի մայիսի 6 ինքը զորքերը հանեց Իրանից։ Բայց 46 թվականի մայիսի 6-ի մասին խոսքը չէ, 46 թվականի մարտի 5-ին արդեն Ուինսթոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլը Ֆուլտոնի հայտնի ճառը ունեցավ Ամերիկայում, որ ասեց երկաթյա վարագույր եւ սառը պատերազմ խորհրդային միության հետ, որովհետեւ նրանք էքսպանսիոնիստական քաղաքականություն են վարում։ Ուշադրություն դարձնենք, որ հասկանանք ինչի նրան չեն վստահում։ Հիմա Ճապոնիայի մասն էլ կասեմ։ Խորհրդային միությունը մեծ բանի հետ Գերմանիայի հետ ագրեսիվ պետություններ էին։ Այս կողմից Գերմանիան գրավել, այս կողմից խորհրդային միությունը, մինչև պատերազմը սկսելը, որից հետո պատերազմն ավարտվել է, ագրեսորը պատժվել է, դու եղել ես ագրեսորի դաշնակից, բա ինչի են գրաված տարածքները չես հետ հանձնել, ինչի չհրաժարվեցիր Կարելիայից, ինչի չհրաժարվեցիր Մերձ Բալտիկայից, ինչի չհրաժարվեցիր Մոլդովայից, ինչի։ Այսինքն դու Հիտլերի դաշնակից ելնելով Եվրոպան մեջ էի կարել, Հիտլերի ձեռից վերցրեցին, քո վերցրածը մնաց քեզ, որովհետև շանտաժ է Իրանում, որովհետև բանակը դու ժեղացել էր Ամերիկայի եւ Բրիտանիայի շնորհիվ, բանակը դարել էր մարտունակ եւ արդեն դու վախացնում էիր արդեն քո դաշնակիցներին։ Այլապես ո՞նց եղավ, որ դու մի միլիմետր չհանձնեցիր մի տարածք, որը դու վերցրել էիր ինչի համար։ Ավելին, նույն Պոզդամի կոնֆերանսում, որը տեղի ունեցել 45 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը, այդ ժամանակ էլ ասեցիր, որ պետք է Կալինինգրադն էլ վերցնես։ Մի մասը վերցնենք տանք Լեհաստանին, մի մասը վերցնենք Քյոնիզբերգը, որ դարձնենք Կալինինգրադ։ Այդ էլ եղել է Պոզդամի ժամանակ։ Այսինքն դու շարունակել ես տարածք վերցնես։ Այդ չեմ խոսում այն մասին, որ հետո Արևելյան Եվրոպայի բոլոր երկրները գաղութացված մնացին քուձերի տակ։ Իսկ Արևմուտքը որ երկիրը ազատագրել է, նրանք դառել են ազատ երկրներ։ Գերմանիայի 3 օկուպացիոն տարածքը գումարեց, դարձրեց պետություն։ Դու ինչ արեցիր դեմոկրատականը, դարձրեցիր քու գաղութ։ Դու ես Եվրոպա ազատագրել, բայց դրա համար քեզ չէին վստահում։ Քեզ չէին, Իրանի օրինակը քիչ էր։ Ագրեսիվ ձևով պահանջել են ինչ-որ գրավել ես, պետք է քեզ բնա, եթե չէ պատերազմը կշարունակես։ Իրանք տեսան, որ իրանք գազան են ֆինանսավորել, գազան են զինել, գազան են դարձրել մարտունակ բանակ։ Հիմա շուրգանք Ճապոնիային են նայենք։ Ճապոնիայինը պայմանավորվեց 3 ամսով, որ պետք է գնար Ճապոնիայի հետ կռվեր։ Հոկտեմբերի 9-ին մտավ պատերազմ, ներողություն, օգոստոսի 9-ին մտավ պատերազմի մեջ, բայց օգոստոսի 6-ին եւ 9-ին արդեն Հիրոսիմային, Նագասակիին Ամերիկան հարվածել էր։ Ու ինչի որ եթե Ամերիկան չհարվածեր այդ երկու քաղաքին, Ամերիկանն է ջախջախի չհարվածեր հասցրել Ճապոնիային, 69 քաղաք ռմբակոծել է, որից երկուսը եթե հանենք Հիրոսիմա, Նագասակին, 67 քաղաք ջախջախում էր։ Այդ թվում մայրաքաղաքին մարտի 10-ին երբ որ հարվածեց, համարյա 100,000 մարդ զոհվեց Տոկիոյին հարվածելու։ Այսինքն մեկ այդ հարցը Ամերիկան լուծել էր։ Իսկ Ճապոնիայի հետ ոչ մի պատերազմի մեջ չէր մտել Ամերիկա, բանաս խորհրդային միությունը։ Խորհրդային միությունը գնաց պատերազմի մեջ մտավ Ճապոնիայի հետ, որտեղ մտավ։ Հարավային Սախալինը, որ ռուս-ճապոնական պատերազմ կորցրել էր, այդ հետ վերցներ, Կուրիլյան կղզիները հարավային, Շիկոտանը, Կունաշիրի, Տուրուպը եւ Խաբոմայը։ Հյուսիսային Կորեան մտավ, որ հետո բաժանեցին երկու մասի 38 զուգահեռականով։ Հյուսային մասը խորհրդային միությանը հարավա Ամերիկային եւ Մանջուրիայի մեր կռիվ Չինաստանը։ Ճապոնիայի հետ ինքը Ճապոնիայի տարածքում կռիվ չի ունեցել։ Այն դեպքում, երբ որ Ճապոնիան հարձակվել
Ամերիկայի վրա բիր խարբլում, Ճապոնիայի հետ այդ ամբողջ տարիները կռվում էր Ամերիկան ու Մեծ Բրիտանիան, Խորհրդային Միությունը Ճապոնիայի հետ չի կռվել, 5 օր ա եղել այդ պատերազմը այդ Ճապոնիայի տարածքից դուրս, բայց դա ինքը համարել է այդ 5 օրվա պատերազմը, որովհետև օգոստոսի 14-ին արդեն կապիտուլյացիա ստորագրվեց, պետք է գնա ինքը եւ վերցնի Հոկայդո կղզին։ Հոկայդո կղզին չէի մնա, ես պետք է վերցնեմ, ինչի պետք է վերցնես, քո ինչին ա պետք որ դա վերցնես, ինչ խնդիր ես լուծում, երբ որ կռիվը գնում էր Ճապոնիայի տարածքից դուրս։ Այո, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնիսկ ռմբակոծելու պարագայում շանտաժի չենթարկեր Խորհրդային Միությանը, որ ռումբը գցեր Ճապոնիայի վրա, բայց ասեր խելքդ գլուխը թավակի, Խորհրդային Միությունը վերցնում էր Հոկայդոն, հոնորություն չի։ Մինչև այսօր էլ չէր տալու։ Եվ Ամերիկան պարտադիր է չես մտնելու, եթե ուզում ես մտնես ինչ-որ կարգ ու կանոն հաստատես ինչ-որ նպատակով, այդ դեպքում պետք է լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների հրամանատարության տակ, Դուգլաս Մակարտուրի, բայց Սովետական Միությունն ուզում էր օկուպացնել, նրան պետք չէր գնալ կարգ ու կանոն հաստատել, ինչ կարգ ու կանոն դեռ հաստատելու բան կար, 5 օր ես կռվել հետները։ Եվ այսինքն ես ինչի համար եմ ասում, չվստահելու հիմքեր չունեին Խորհրդային Միությանը։ Եվ գիտեին, որ վաղը մյուս օրը Խորհրդային Միությունը միջուկային ռումբ ունեցավ, լրիվ հետը խոսալ էլ չի ստացվելու։ Այսինքն ես ինչի համար սա ասեցի, որ այն դեպքում, երբ որ ցույց են տալիս, որ բալավ իրանք լավ բարեկամներ էին, Գերմանիային հաղթեցին, ինչու անվստահություն առաջացավ Խորհրդային Միության նկատմամբ։ Մինչև վերջի վայրկյանն էլ Խորհրդային Միությունը ցանկացել է վերցնել ավելին։ Եթե Արևելյան Եվրոպայի վրա ազդեցություն տարածել է դեռ 45-46 թվականին պարզ չէր, այդ հետո պարզ դարձավ, բայց չէ որ այդ ժամանակ պարզ էր Իրանի նկատմամբ վերաբերմունքը, Ճապոնիայի նկատմամբ վերաբերմունքը եւ գրաված տարածքների նկատմամբ վերաբերմունքը, սա արդեն լավ զինված գազան է ժողովուրդ ջան, բայց դրա դեմ արևմուտքը դուս եկե, բայց դրա դեմ որ ասում է չի կարելի թույլ տալ նորից Խորհրդային Միության պատկերացումներով այս մարդիկ շարունակեն։ Եվ պատահական չի, որ հետո նորից հետ, որ Խորհրդային Միությունը արդեն միջուկային զենքը ունեցավ 49 թվականի օգոստոսի 29-ին Սեմի Պալատինսկում, երբ որ փորձարկեց, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկացավ, որ այլևս վերջ ավարտվեց այդ հարցը, ու այնպես չէր, որ Ամերիկան ավելի շուտ չիմացավ դրա մասին, որտեղ իր մոտից էին գողացել գաղտնիքները, ոնց կարար չիմանար։ Այդ դա էր պատճառը, որ շատ հապշտապ, չեմ ասի տենց համապատրաստից, բայց այնուամենայնիվ բավական շտապում էին իրանք, որ 49 թվականի ապրիլի 4-ին 12 պետություններով ստեղծեցին ՆԱՏՕ-ն Վաշինգտոնում, որպեսի դա լինի Եվրոպայի անվտանգության համար եւ նպատակը, որպեսի թույլ չտան Խորհրդային Միության էքսպանսիան։ Դրա նպատակով էր ստեղծված, որտեղ նրանք արդեն գիտեին, որ միջուկային զենքը ունի, այսօր եկուց փորձարկելու է։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները 45-ից մինչև 49 թվական միակ ատոմային ռումբ ունեցող եւ միակ փորձարկած պետությունն էին, ումից էր ինչ վերցրել։ Եթե այն ինչ որ ազատագրեցին Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրներին տվեցին ազատություն, այդ թվում օկուպացված 3 տարածքը Գերմանիայի գումարեցին եւ տեսեք ինչ պետություն սարքեցին։ Այսինքն սա խոսում ինչի մասին է խոսում, որ Խորհրդային Միությունը հենց ինքը այդ ագրեսիվ քաղաքականությունը ինքն էր վարում, իրան դրա համար չէին վստահում, ու բավական է միջուկային զենքը ունեցավ, հետո սկսվեց արդեն միջուկային շանտաժի քաղաքականությունը։ 1956 թվականին ասեց եգիպտական ջրանցքը եգիպտացիներին, եթե չէ, սկսում ենք երրորդ համաշխարհային պատերազմը եւ մտնում ենք պատերազմ Եգիպտոսի կողմից։ Մեկը հարցն էր ինչու համար։ Եգիպտական ջրանցքը ֆրանսիացիներն ու բրիտանացիները կոնցեսիոն պայմանագրով կառուցել էին։ Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը չէր լրացել։ Ենթադրենք Եգիպտոսում հեղափոխություն ա եղել, հետո որ հեղափոխություն ա եղել, դրեր ազգայնացնում են, մարդիկ փող են դրել, ձեռներից խլում են։ Ձեռներից խլում են, նրանք էլ էքսպեդիցիոն կորպուսը մտցրեցին, ասին հոп, ում ապրանքն ես խլում։ Ինչ արեց Խորհրդային Միությունը։ Գամալ Աբդել Նասերին իր բարեկամներ փորձեց պաշտպանել, զանգեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին Դուայթ Էյզենհաուերին, անգլո-ամերիկյան զորքերի հրամանատար Նորմանդիայում, որ 44 թվականի հունիսի 6-ին իջան, Ամերիկայի 34-րդ նախագահ, բանակի գեներալ եւ ասեց հետ քաշի իրանց, թե չէ սկսում են երրորդ համաշխարհային պատերազմը։ Եվ ստիպված Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտադրեց Իսրայելը զորքը հետ քաշեց Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան։ Բայց ինչու համար։ Խորհրդային Միություն քեզ ինչ վերաբերվող բան էր, աշխարհը բաժանած էր,
աշխարհը ազդեցության գոտիների էր բաժանած։ Դու պատերազմից հետո Եվրոպայում բավական լուրջ ազդեցություններ, ինչ գործ ունեիր դու Աֆրիկայում։ Քեզ ինչ որ դու քիթդ խոթեիր Աֆրիկա, ուրիշի ունեցվածքը խլեիր։ Միջուկային շանտաժ։ Այո, ես կօգտագործեմ այդ միջուկային զենքը։ Առաջի շանտաժը զիջեց Ամերիկան, երկրորդ շանտաժը 62 թվական Կարիբյան ճգնաժամ։ Ինչ գործ ունեիր դու Կուբայում, ինչ ազատության կղզի, ինչ հեղափոխություն, ինչ չգիտես Ֆիդել Կաստրո, քեզ ինչ, դու ինչ գործ ունեիր այնտեղ։ Սա ինչ եմ ասում։ Էդ էլ նորից միջուկային շանտաժ, բերել եմ միջուկային ռումբը դրել եմ եւ կպայթացնեմ, ես կանեմ, են կանեմ։ Էլի Ամերիկայի Միացյալ Նահանգները զիջեց, այդ ժամանակ էլ դեմոկրատ Ջոն Ֆիջերալդ Քենեդին։ Եվ երրորդը 73 թվականի Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ, երբ որ Եգիպտոսն ու Սիրիան էին հարձակվել Իսրայելի վրա, ու երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները օգնեց նրանք հակահարձակման անցան, այդ ժամանակ նորից Խորհրդային Միությունը, հիմա էլ արդեն Խրուշչովը չէր ոնց որ նախորդների ժամանակ, այլ Լեոնիդ Բրեժնևը, հիմա էլ նորից զանգեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիչարդ Նիքսոնին եւ ասեց, որ եթե չդադարեցնես, սկսում են երրորդ համաշխարհային պատերազմը, եւ նրան նորից հետ քաշեց Իսրայելին, ասեց հետարի, երբ որ արդեն հակահարձակման էին անցել։ 3 անգամ միջուկային շանտաժենարը, 3 անգամ Միացյալ Նահանգները զիջելա։ Էլ ինչ աներ իրանց համար։ Դրա համար ի վերջո 83 թվականի մարտին վերջապես գտնվեց մի հատ դուխով տղա Ռոնալդ Ռեյգանը Մայամիում, որ ելույթ ունեցավ եւ ասեց Խորհրդային Միությունը ճարիքի կայսրություն է եւ հաշված օրերի, եթե չասենք օրերի, տարիների ընթացքում փլուզեց այդ պետությունը իր վարած քաղաքականության շնորհիվ։ Եթե ոչ իր օրոք, ապա իր փոխնախագահի Ջորջ Բուշ ավագի, որը հետագայում դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Ժորժ ջան, ես ամբողջը ես թվարկեցի մի բանի համար, որ եթե նույնիսկ երկու կատեգորիկ ձևով ասում են, որ առաջինը Խորհրդային Ռուսաստանը կօգտագործի միջուկային զենք, ասում եմ ոչ, չի օգտագործելու, չկա միջուկային զենքի պատերազմ։ Եվ երկրորդ, ինքը սովորական պատերազմում հաղթելու ոչ բարոյական իրավունք ունի, ոչ էլ հնարավորություն ունի, որովհետև ամեն ինչը երկու նախադասություն ասելու համար ես անգամ մի տոկոսը չասեցի այն ինֆորմացիայի, որը որ կա ու գոյություն ունի։ Ուզում եմ, որ մարդիկ, ովքեր որ կանգնում են ու սենց ասում են, Ռուսաստանը չի պարտվի, դուք չգիտեք, որևէ հիպ դրա տակ կա, Ժողովուրդ ջան, այն ինչ որ այս արագ-արագ sense թվարկեցի, որ գոնե հասցնեմ ասեմ, վերցրեք, դուք նայեք, դուք էլ ձերը գումարեք դրան, դուք ուսումնասիրեք, գուցե մի բան ճիշտ չի ասվում, գուցե մի բան տենց է, որ արդարությունից ելնելով է Ռուսաստանը ցանկանում օկուպացնի հերիք Ուկրաինան, մի բան էլ Ուկրաինայի մյուս մասն էլ ասում է, այդ էլ դուք վերցրեք, որպեսզի իմ նման օկուպանտ լինեք, ինչու համար։ Ի վերջո, որ արդարությունից ելնելով։ Եվ այսօր, որ իր տնտեսությունը խայտառակ վիճակի է, այսօր այս ամեն ինչի պայմաններում դեռ շարունակում է մտածել, կարող է արևմուտքին համոզենք, մեջ անենք Ուկրաինան, չի լինելու դա։ Մի անգամ արդեն արևմուտքը տեսավ, ինչ է նշանակում Խորհրդային Միության հետ պայմանավորվել։ Երկրորդ անգամ նման սխալ չի կարող թույլ տալ։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։